պարոն Զաքարյան, ես ուզում եմ մենք միասին շարունակենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետևանքների քննարկումը, հատկապես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Հովհաննիսյանը շատ ճիշտ մատնանշեց, որ մենք իրականում ոչ թե խաղաղության, այլ չպատերազմի վիճակում ենք գտնվում եւ երևի թե դրա վկայություններից մեկն էլ առաջիկա զորահանդեսն է, որին պատրաստվում է Ադրբեջանը, ինչ ենք մենք դրան հակադրում կամ հակադրում ենք արդյոք որևէ բան։ Շնորհակալություն։ Պարոն Հովհաննիսյանի մի միտքը նաև այսպես եւ դրացում եւ մեկնաբանություն կարճ պետության կշիռը շատ իջել է, որովհետեւ իշխանությունը կշիռ չունի։ Իշխանության փոփոխությունով մեր պետության կշիռը շատ արագ արդեն բարձրանալու, եթե իհարկե հաջորդ իշխանությունները նման չլինեն սրանց կամ չանեն այն ինչ որ սրանք են անում։ Բայց սրանց այս 7 տարիների գործողությունները ամբողջ համաշխարհային քաղաքականության մոտ բերել է մի հստակ պատկերացում, որ սրանք մորթապաշտ եւ սեփական շահերից փախչող քաղաքական ուժ են, իսկ Հայաստանի Հանրապետության պետականության գոյությունը զուտ պայմանավորված է այն բանը, որ Հարավային Կովկասում դեռևս պայքարը գերտերությունների չի ավարտվել։ Ու իներցիայի ուժով Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի։ Արցախը կորցնելուց հետո, Արցախը փոկելուց հետո բնականաբար Հայաստանի անվտանգային միջավայրը շատ ու շատ թուլացել է, նոր անվտանգային միջավայրի ճարտարապետությունը սրանք եւ սրանց օրոք հնարավոր չի լինելու, որովհետեւ իրանք ոչ մի ձև չեն պատկերացնում, եթե պատկերացնեն մինչեւ այսօր գրած կլիներ Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգ։ 20 թվականին են վերջին անգամ հայեցակարգ գրել ամռանը, որը բավականին քննադատվեց, բայց նույնիսկ այդ քննադատված հայեցակարգը ելի ինչ որ արժեք ուներ։ Այսօր չկա հայեցակարգ։ 5 տարի Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգ չունի։ Հետևաբար, եւ իրանք չեն էլ պատրաստվում, չեն էլ հասկանում ու չգիտեն էլ թե ինչ գրեն մեջ։ Ով է Հայաստանի հավանական հակառակորդը, զինված ուժերի առջև դրված խնդիրները որոնք են լինելու, ումից պետք է պաշտպանվի եւ պետք է պաշտպանվի, որոնք են ահաբեկչական սպառնալիքները, որոնք են կիբեր սպառնալիքները, որոնք են այս սահմանային անվտանգության խնդիրները։ Սրանք պարզ սերժանտի մակարդակով ինչ որ բաներ պատկերացնում են, նույնիսկ լեյտենանտի չէ, սերժանտի մակարդակով անվտանգություն են պատկերացնում, իսկ դիվանագիտական մասի անվտանգության դիվանագիտական բաղադրիչի մասին ընդհանրապես չեմ խոսում, պարոն Կարապետյանը շատ ավելի լավ կներկայացնի այդ հատվածը, պաշտպանական եւ անվտանգային առումով բավական մեծ աշխատանք կանելու եւ այդ աշխատանքը պետք է անել կարճաժամկետում։ Երկարաժամկետի համար դժվար է հիմա ասել, ասենք երկարաժամկետի նկատի ունենք 5-ից 10 տարի, հա, կարճաժամկետ մինչեւ 5 տարի, ասենք մինչեւ հաջորդ ցիկլի ավարտը քաղաքական։ Նախ մեզ պետք է շատ արագ հանրային համախմբում, մեզ պետք է շատ արագ հասկանալ, որ պետության պաշտպանունակությունը, այն ինչ որ Նիկոլը վերջերս էլի տգիտությունի ցույց դնելով ասում է, որ մենք պետք է մարտունակ բառը փոխենք պաշտպանունակ բառի, առանց հասկանալու, որ մարտունակը վերաբերում է բանակին, պաշտպանունակը վերաբերում է պետությանին։ Երկու տարբեր բաներ։ Ընդհանրապես իրար հետ անհամեմատելի բաներ է, բայց ասում եմ մեկը մյուսով ուզում է փոխարինել։ Այսինքն այս աստիճան իսկ սերժանտը տենց սխալ չէր անի, ես ներողություն եմ խնդրում բոլոր սերժանտներից։ Ու այս պատկերացումով բնականաբար իրանց մոտ ոչինչ չի ստացվելու, մեզ անհրաժեշտ է նախ ամբողջությամբ վերանայել, վերափոխել, վերաիմաստավորել զինված ուժերի առջև դրված խնդիրները, նրանց արդեն նախապատրաստել պաշտպանական նոր որակի, որը վերաբերում է առաջներթին կիբեր անվտանգության ոլորտում պաշտպանական հնարավորություններ, բոլոր տիպի կադրային ռեսուրսների եւ ունեցած հմտությունների համատեղման նոր տակտիկա եւ մարտավարություն, օպերատիվ բանակի օպերատիվ կառավարման նոր համակարգի ներդրում, այդ սպառազինությունը, որ ստեղից նեղից բերում են, նախ պետք է հասկանալ այդ սպառազինության էֆեկտիվությունը եւ իր պաշտպանունակությունը, նրա համադրելիությունը տարածաշրջանի մնացած բոլոր մեզ աջակից կամ մեր հետ համագործակցող ուժերի
կարողությունների հետ որքան եւ ինչ խնդիրներ են դրանք լուծելու, թե դրանք զուտ այսպես տեղեկատվական փուչիկներ են, որոնք հետո իշխանափոխությունից հետո պայթելու են, այսինքն հսկայական աշխատանք կանելու եւ դա կարճաժամկետում։ Մի բան են սրանք անում, բանակը վերածել են ընդհանրապես այսպես վարձու կամ վարձկանների փողով աչափում են, այսինքն այս բանակից խոսում են, ասում են այսքան աշխատավարձ, բանակից խոսում են այսքան, շատ լավ է, որ ինչ է դիմացը պետությունը ստանում։ Պետությունը այդքան աշխատավարձ տալով ստանում է բավարար արդունակություն, ստանում է բավարար պաշտպանունակություն, ստանում է բավարար հմտություններ ունեցող ստորաբաժանումներ, ստանում է բավարար բարոյահոգեբանական միջավայր։ Պետությունը, ժողովուրդը վճարում են դրա դիմաց, ոչ թե վճարում են, որ փողը տալիս են բյուջեին, որ Նիկոլը տանի PR-անի, այդ թվում նաև բանակի վրա, երեք էլ ուսուցիչների վրա էր PR արվում։ Այսինքն պետությունը պետք է հանել ինչ-որ մարդկանց ամբիցիոզ PR-ային, տեղեկատվական, քարոզչական եւ պետության համար վտանգավոր քաղաքական գործընթացների մեջից։ Հաջորդ ընտրությունները հենց դրա մասին են։ Հաջորդ ընտրությունները այո, իրական խաղաղություն ունենալու մասին են։ Հաջորդ ընտրությունները մարդկանց մեր քաղաքացիների միջև նորմալ բարոյահոգեբանական միջավայր, նորմալ հարգալից, փոխադարձ հարգալից հարաբերություններ կառուցելու մասին են։ Հաջորդ ընտրությունները դատական համակարգ ամոթալի վիճակից, որ դատավորներն արդեն շատերին տեսնում են գլուխները կախել ման գալիս, այդ վիճակից հանելու մասին է։ Հաջորդ ընտրությունը ընդդիմություն, իշխանություն եւ խորհրդանում եւ մնացած բոլոր վայրերում նորմալ առողջ հարաբերություններ կառուցելու մասին է։ Հաջորդ ընտրությունը առաջիկա 5 տարիները տեսնելու եւ դրան պատրաստվելու մասին է։ Այսօր ոչ մեկ չգիտի, իրանք էլ չգիտեն վաղը ինչ է լինելու։ Եվ այո, պարոն Հովհաննիսյանը շատ հստակ կոնկրետ ասեց Ադրբեջանից չի երևում, չէր էլ երևում, հիմա առավել եւս չի երևում, որ նրանք կարճաժամկետում գնում են խաղաղության եւ չի բացառում, որ սահմանադրություն փոխելու պահանջից բացի լինեն նաև այլ պահանջներ, օրինակ միջանցքի բացում, ինչը չեն թաքցնում։ Բոլոր մակարդակներում իրանք խորհրդարանական կլինի, գործադիր կլինի, քաղաքացիական հասարակության մակարդակ կլինի, դիվանագիտական մակարդակ կլինի, բիզնես մակարդակ կլինի, օգտագործում բացառապես միջանցք բառը, ինչ որ հղումներ անելով այդ թվում նաև, ինչ որ բաների վրա, հիմա էլ արդեն ուժի գործոնն են բերում, որպես այդ գործընթացն առաջ տանելու հնարավոր եղանակ։ Կարճաժամկետ շատ մեծ անելիքներ կան եւ դրան պետք է պատրաստ լինենք, կոնկրետմենք պատկերացնում ենք, թե դա ինչպես է հնարավոր լինելու անելու։ Այսպիսի շատ կարճ հարց, այս իշխանությունը ամեն դեպքում հանրությանը ընտրություններին ընդառաջ համոզում է, որ իրենք խաղաղություն բերողն են եւ եթե իրենք չլինեն, հաստատ խաղաղություն չի լինելու։ Ինչպես հանրությանը բացատրել, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը դեռևս երաշխիք չէ իրական խաղաղության համար։ Նախ օգոստոսի 8-ի փաստաթուղթ չկա, լեգիտիմ չի, ուժի մեջ մտած չի։ Այս բան ուժի մեջ դեռևս այդ ուժի մեջ է գտնվում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 20 թվականի այդ հարությունը, որից շահել է միայն Ադրբեջանը։ Ուրիշ ոչ, մյուս երկու կողմերը դրանից չգիտեմ ինչ են շահել, Հայաստանը հաստատ չի շահել, Ռուսաստանը չգիտեմ ինչ է շահել, բայց Ադրբեջանը ամբողջությամբ շահել է, մնացած շարունակությունն էլ Ադրբեջանը այն որտեղ որ չի շահել, այդ 9-րդ կետում, այդ 9-րդ կետի խնդիրն էլ լուծել է օգոստոսի 8-ի միջոցով։ Հիմա ինչ է շահել Հայաստան, խաղաղություն, սուտ է, թե խաղաղություն չկա։ Այս իշխանություն կոչվածների ժամանակ 4 հատ պատերազմ է եղել։ Եվ ի սկզբանե իրանք խոսում էին խաղաղությունից։ Իրանք երբեք պատերազմից չեն խոսել, իրանք միշտ խոսել են խաղաղությունից եւ այդ ընթացքում եղել է 4 հատ պատերազմ։ Հիմա էլ են խոսում խաղաղությունից էլի լինելու, եթե իրանք հաջորդ տարի հնարավորություն ունենան շարունակել եւս մի ցիկլ իշխանավարել։ Դրանում կասկած չկա։ Իրանք պաշտպանության նախարարը 4 հատ պաշտպանության նախարար են ունեցել, 4-ն էլ տարածք են հանձնել։ 4-ն էլ խոսում են բանակի բարեփոխումից, չգիտեմ, ուժեղանալ, ավելի մարտունակ կլնել, ավելի ուժեղ կլնել, ավելի, չգիտեմ, համեմատում էին նախկին բանակը ինչքան վատն էր, իրանք ինչքան լավն են, բայց տարածքները որ կորում են։ Պաշտպանական կարողությունները, որ չեզոքանում են, զրոանում են, այսինքն սրանք փաստեր են, սրանց հետ չի կարելի վիճել, քննարկել, ինչ քննարկես, փաստ է։
Եվ այդ փաստերի հետ կռիվ տալու փոխարեն ուղղակի մեր հասարակությունը պետք է համախմբվի եւ հասկանա, որ խաղաղություն ունի գին։ Եվ այդ գինը նաեւ այս իշխանապողությունն է։ Խաղաղության գինը իշխանապողությունն է։ Մեր ժողովուրդը, նույնիսկ նրանք, ովքեր շատ սիրում են Նիկոլին, խնդրեմ, թող էլի շարունակեն սիրել, թող էլի շարունակեն գովել, բայց իշխանապողությունը մեր պետության շատ ու շատ խնդիրներ, այդ թվում նաև կայուն խաղաղության հարցի լուծումն է։ Ինչու՞, որովհետև նորից անդրադառնամ առաջին մասովի խոսքին, որ ամենասկզբից այս իշխանությունը չունի այլևս որևէ ռեսուրս միջազգային անընդհատ փոփոխվող զարգացումների մեջ սեփական շահերի հետևից գնալու կարողություն։ Իրանք քննարկվում են Հայաստանի մասին խնդիրները քննարկվում են առանց Հայաստանի։ Հայաստանին հրավիրում է միայն այնտեղ, որտեղ ստորագրելու բան։ Մնացած բոլոր խնդիրները քննարկվում։ Լսեք բոլոր միջազգային վերլուծաբաններին, միջազգային այսպես ռեգիոնալ եւ համաշխարհային քաղաքականության մասին ակտիվ գրող եւ խոսող տարբեր աղբյուրներ, հայտնի վերլուծական կենտրոններ ինչ են գրում Հայաստանի մասին։ Ինչ որ գրում են ամբողջ կոնտեքստը, ողբերգությունը եւ ուղղակի անհավատալի, որ մենք այս աստիճանի մեր ինքնությունը, մեր անկախությունը, մեր սուբյեկտայնությունը այս աստիճանի վտանգված ու վնասված կլինի։ Համարեք, որ մենք միջազգային մասշտաբով իշխանություն չունենք եւ իրանց հիշում են այն ժամանակ, երբ որ պետք է իրանցից ինչ-որ բան ստանալ։ Այլ պարագայում իրանք տեղական նշանակության, ասենք քաղաքապետը կամ վարչապետը նույն բանն են միջազգային հանրության համար։ Իրանց ասում են գնացեք ձեր ներքին խնդիրներով զբաղվեք, այո, անդիմությանը ճնշեք, բայց գնացեք ճնշեք, խնդիր չկա, որովհետեւ դուք պետք եք, որովհետեւ էլի է գալու ենք ձեզ տանենք, ասենք, ես ինչ բաներ ստորագրեք, ես ինչ բաներ արեք, գնացեք ձեր ժողովրդին ես ինչ հարցումներ խաբեք, որովհետեւ Հարավային Կովկասի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չունենք։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան չեն սպասում եւ վերջերս Գաբալայում տեղի ունեցած թուրքական պետությունների կազմակերպության հերթական նիստի դեկլարացիայի մեջ էլ հստակ գրած էր իրենց նպատակները։ Այդ նպատակները չէին էլ թաքցել 7 պետությունն է տակը ստորագրել։ Մեջ գրած Զանգեզուրի միջանցք։ Մեջ գրած իրենց նպատակները հստակ ասում են, որ ամեն ինչի շահումը միայն Թուրքիան, թիվ 1 շահառուն Թուրքիան է։ Միջին միջանցքի իրագործման խնդիր կա։ Ռուսաստանի համար միջին միջանցքն ու Հյուսիս-Հարավը համադրելի են, երկուսն են կարան գոյություն ունենան, խնդիր չի, որովհետև Հայաստանի իշխանություններին, այս իշխանություններին վստահելու հարց չունեն, վստահելու ռեսուրս չունեն, իմաստ չեն տեսնում, ինչքանով որ ես եմ հասկանում։ Միացյալ Նահանգներին առիթ է ևս մեկ անգամ խաղաղության դրոշակ պտտել, թափարել, առիթ է ևս մեկ անգամ Իրանի հյուսիսային սահմանների նկատմամբ վերահսկողության բանալի ունենալ, առիթ է ևս մեկ անգամ Թուրքիայի նկատմամբ վերահսկողության բանալի ունենալ, առիթ է Հարավային Կովկասը ևս ռուսական ազդեցության տիրույթից դուրս հանել։ Ինչու չօգտվեմ։ Եվ բրավո, բոլորին պետք է ծափահարել, բոլոր այդ երկրներին, որոնք շատ փայլուն կերպով օգտվում են իրենց համար ստեղծված հնարավորությունից։ Միակ ուժողը եւ միակ այսպես բոլոր ռեսուրսները կորցնողը, կորցրածը եւ ապագայում էլ այդ ճանապարհով գնացողը Հայաստանի Հանրապետությունն է։ Ես կարծում եմ, որ գոնե շատ լավ կլինի, որ միջև ընտրություններ փոխվի իրավիճակը, բայց գոնե ընտրությունները վերջին հանգրվանը լինի, որ դրանով հնարավոր լինի կանացնել այս հայտարարական ընթացքը։ Շնորհակալություն։